ժամանակ առ ժամանակ կառավարությունում վարչապետը անձամբ ընդունում է ծնողներին։ Ծնողներին էլ չընդունում, մեկ էլ են գնացել։ Դուք ուզում եք մենք ես ձեզ պատասխանեմ դուք վարչապետը չի ընդունել մեզ։ Լսեցիք ծնող է խոսում։ Լսեցիք ծնող է։ 3800-ից ավել հարգելի քաղաքացիներ, ես ասում եմ ընդունում է 3800-ից ավել զոհված տղեկ կան, ում ծնողներին բոլորին պարզ է, որ հնարավոր չի։ Նույնն է, բան չենք ասում, ես որպես ծնող, զոհվածի ծնող եմ, մենք դիմում ենք գրել, որ նպատակ չի, եթե հանդիպումը քանի անգամ եք հարգելի քաղաքացի շատ է դիմել, ինչու չի ընդունել այս ծնողին։ Այստեղ ծնող կա երկու զավակ է կորցրել, ինչու չի ընդունել։ Տիկին Ռուզաննա, ես ձեզ ասեմ էլի, եթե դուք ուզում եք մենք բանավիճենք, ես դրա ժամանակը Ես չեմ ուզում Եթե հարց եք ասում եք ընդունել է, այո, ընդունել է, Արսեն Ղուկասյանի մորը ընդունել եւ ասել է ձերբակալելու եմ քո տղային ու ձերբակալեց, այո, ընդունել է։ Այդ մասին խոսեց Արսենի մայրը դատախազության շենքի առաջ։ Առաջ են անետ կորածի ծնողները վարչապետի մոտ հանդիպման։ Արսենի մայրը դա եմ ասում, այո, ընդունել է եւ ասել է ձերբակալելու եմ քո տղային։ Արսենի մայրը դատախազության շենքի առաջ ասեց ու ձերբակալեց իր տղային։ Մենք գիտենք, որ ընդունում է եւ ինչպես է ընդունում։ Ասեք։ Նախկինում Աբազյանը ակտիվորեն մասնակցում էր այս աշխատանքներին ծնողների հետ միասին, հիմա ինչ արդյունք ունենք նորից ազգային անվտանգության ծառայություն Ոչ մի բան։ Աբազյանը այդ հարցերով ծնողները խոսեն, Եկեք ես գնամ դուք իրանց հետ խոսեք, լավ, հաջողություն։ Չմի գնացեք։ Եթե հարց եք տալի դրա համար, որ ոչ մի Պարոն Աբազյանի հանդեպ ես մեծ հարգանք ունեմ, սակայն ինքը գործել է վարչապետի հետ համատեղ։ Այսինքն Հայաստանի Հանրապետության վարչապետը հանձնարարել է ԱԱԾ տնօրենին, որ զբաղվի այդ հարցերով եւ գործում է հանձնաժողով, որի ղեկավարը ԱԱԾ տնօրենն է։ Չանձնավորենք Աբազյանը կլինի թե այլ անձ կլինի։ Վարչապետի հանձնարարությամբ է կատարվում, ոչ ոք առանց վարչապետի հանձնարարության եւ թույլտվության չի կարող ինքնագլուխ գործողություններ գործել Հայաստանի Հանրապետությունում եւ զբաղվել անհետ կորածների գործերով։ Բոլոր անհետ կորածների գործերով զբաղվող բոլոր գործիչները քաղաքական եւ բոլոր պետական կառույցի ղեկավարները միանշանակ զեկուցում են վարչապետին այդ մասին։ Մի վարքյան խնդրում եմ թույլ տվեք ավարտեմ։ Խնդրում եմ թույլ տվեք ավարտեմ։ Դե խնդրում եմ թույլ տվեք ավարտեմ, մի ընդհատեք ինձ։ Եվ հարցին հավելում արդյոք ներողություն ձեզ, ինքը ինչ պիտի ասի, որ ծնողները իրեն ինչ